Ժողովուրդ ջան, կրկին ու կրկին գցոցի մասին։ Ու այս անգամ ի զարմանս ինձ իմ մշտական ուշադրության կենտրոնում գտնվող ու առնվազն 4 հոգու գցած դատական վիճակները ուժի մեջ մտած, փաստերով ապացուցված Արա Խաչատրյանի մասին չի այսօրվա իմ հաղորդումը, ի զարմանս ինձ, այլ լրիվ ուրիշ անձնավորության ու կազմակերպության մասին է, ում մասին արդեն հետքը մի հատ մեծ հոդված է գրել, ահա խնդրեմ ծանոթացեք։ Դե ես էլ ինչպես դուք գիտեք, ձեր շահերի պաշտպանն եմ, ձեր բյուջեի պաշտպանն եմ ու իմ սուրբ պարտքն եմ համարում այս ամենը լուսաբանել, ձեզ տեղեկացնել, որ դուք տեղեկացված ու դժողը ինձ դիմել է, խնդրել է որ լուսաբանեմ, ես իհարկե իրան չեմ մերժել, այս ամենը անում եմ անվճար ու շատ ավելի մեծ հաճույքով, քան թե ավտո վաճառելը, որից ունեմ եկամուտ, քանզի արդարությունը վերականգնվելու է։ Ուրեմն ժողովուրդ ջան, Սուրեն Նազարյանը տուժողը կա եւս մի տուժող, երկու տուժող են այս կազմակերպությունից, ախնդրեմ ծանոթացեք։ Import Auto, Եվրոմոտիվ, տնօրենը Արտյոմ Արշակյան։ Բայց ինքը կա, բան չկա ասելու, շատ կարամ ասել, բայց բան չկա ասելու։ Ամենահարմար գներով, ամենահարմար շապիկետներում Էլինը ուլտրայի նո իմ կարծիքով ամենասիրուն գունային համադրությունն է, նախ դրսի ամենասիրուն գույնն է, հետո նաև ներսն է ամենասիրունը։ Այս տարվա հունվարի 12-ին 7 ամիս, ուղիղ 7 ամիս առաջ լիզինգի միջոցով, ID լիզինգի միջոցով Լիսյան Elves Max-ը պատվիրում 13 միլիոն 300 հազար դոլար արժողությամբ ու առ այսօր այդ մեքենան չկա ժողովուրդ։ Ենթադրյալ գցող Արտյոմ Արշակյանը դուխ արել Արա Խաչատրյանը դասբան հələ չէր արել Արտյոմ ջան։ Դուխ արել համել բանկին գցի ժողովուրդ ջան։ Դուք պատկերացնում եք, հելիք չի ֆիզանսի ակցիա, մի հատ է բանկի ակցիա, բանկային կառույցի ու դաբլ երկու հաճախորդի դրվագով։ Խնդրեմ ներկայացնեմ ձեզ փաստերը, երրակողմանի պայմանագիրը, ընթացքում էլի փաստեր ձեզ կներկայացնեմ, որ ենթադրյալ դատարանում հələ չենք հասել, կհասնենք բայց անպայման Արտյոմ ջան։ Քանի որ չենք հասել դատարան, ենթադրյալ գցողը ավտոյի գումարները վերցրել է, ավտոն չի տրամադրել ժողովուրդ ջան։ 26 թվին ու գցել է նաև բանկին, քանի որ 13 միլիոն 300 հազար դրամից մեծ մասը փոխանցել է իրան բանկը։ Ու փաստացի հիմա ինքը պարտքա 8 միլիոն դրամ բանկին է պարտք ու 3 միլիոն դրամ թաղանթապատման փողով եկածած բանկի տոկոսներով պարտքա Սուրեն Նազարյան։ Ընդհանուր Արտյոմ Արշակյան այս պայդրությամբ պարտքա բանկին ու Սուրենին 11 միլիոն դրամ։ Ու մի շատ ուշագրավ դրվագ ժողովուրդ ջան, ահա խնդրեմ մի հատ նայեք հետքի հոդվածի վերջում գրված այս տողերը, որով որ Արտյոմ Արշակյանը պնդում է, որ ինքը Սուրեն Նազարյանին ծանոթ չի։ Լուրջ ես ասում Արտյոմ ջան։ Խնդրեմ ժողովուրդ ջան, փաստը, որ դա իրականությանը չհամապատասխանող սուտ ինֆորմացիա է։ Համեցեք փաստերով։ Ալո։ Արտյոմ բարև։ Բարև։ Սուրենն է Արտյոմ։ Իմացա։ Արտյոմ, դե իմացանք, տեսանք ինտերնետով, որ փակվում եք։ Ուզում էի իմանայի, կարում ենք այս շաբաթվա մեջ, թե գումար ունես կամ թե համարժեք մոտակված արժեքով մեքենա ունես, պայմանավորվենք գնանք բանկ, այս հարցը լուծենք։ Չենք կարող ապրել։ Հաջան։ Չենք կարող։ Չենք կարող։ Հա։ Ուժի բանկա հարցնելու։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, հիմա լսենք Սուրեն Նազարյանին։ 26 թվականի հունվար ամսին Չինաստանից ավտոմեքենա պատվիրեցի Import Auto-ից։ Ձևակերպվեց լիզինգով համաձայն պայմանագրի 2 ամսից պետքա հասներ։ ID լիզինգը իրանց փոխանցեց 9.3 միլիոն դրամ, որ մեքենան ձեռք բերեն ու հասցնեն Հայաստան, որից 2 միլիոնը իմ կանխավճարն էր, իսկ դրանից բացի 570 հազար էլ Արտյոմը իրանց տնօրեն անձամբ ինձանից ստացավ, իբր ավտոն պլյոնկական են Չինաստանում նոր կբերեն։ Այդ ընթացքում պարբերաբար հարցնում էի մեքենայի կարգավիճակի մասին ու Import Auto-ի տնօրեն Արտյոմ Արշակյանը ու իր աշխատակիցները ասում էին, թե մեքենան ճանապարհին գալիս է։ Ինձ սկսեց անհանգստացնել իրանց իրարամերժ պատասխանները։
մեկ մեքենան հորգոսում է, մեկն որ պետք է հասնի հորգոս։ Երբ լրացավ մեքենան մատակարարելու ժամկետը, հանդիպեցի Արտյոմի հետ, հարցրեցի թե ինչ որ խնդիր կա ավտոյի հետ կապված։ Ասես չկա, ուղղակի ճանապարհները ծանրաբեռնված են, հերթերա, մի ամսից մեքենան կլինի։ Ես ասի կսպասեմ մի ամիս, բայց պահանջեցի առաջիկա օրերին ներկայացնել փաստական ապացույցներ, որ մեքենան ձեռք եմ բերել ու ճանապարհին է։ Փաստաթղթեր, վիդեոներ մեքենայից։ Նա ասաց, որ մի շաբաթից այդ փաստաթղթերը ու վիդեոները կուղարկի։ Մի շաբաթն անցավ ու ոչ մի ապացույց էլ չուղարկեց։ Ես դիմեցի ID Leasing-ի աշխատակիցներին, իրանց գրասենյակում հանդիպեցինք։ Այդ հանդիպման ընթացքում Արտյոմը ասաց, որ ավտոյի հետ կապված իբր խնդիրներ կան, իբր փաստաթղթերի հետ կապված են այդ խնդիրները ու չի կարող մեքենան արտահանել Չինաստանից։ Ինչը ինձ համար շատ տարօրինակ թվաց, որովհետև 3 ամիս է անցել ու ինձ համար հասկանալի չի, թե եթե այդպես խնդիրներ կար, խիա հիմա 3 ամիս անց նոր բարձրաձայնում։ Ես ասացի, որ պայմանագրով ժամկետները խախտվել են ու ինձ տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, հնարավորինս շուտ։ Պայմանավորվեցինք, որ 3 օրի ընթացքում Արտյոմը պայմանագրին համապատասխանող համարժեք ավտոմեքենա է ինձ առաջարկում, հակառակ դեպքում վերադարձնում է գումարները։ Այդ ընթացքում որովհետեւ արձագանք չեղավ իրանից, ու այդ պայից իմ կասկածները սկսեցին հաստատվել։ Իմ մոտ ձևավորվեց տպավորություն, որ իմպորտ ավտոն իդեմս իր տնօրեն Արտյոմ Արշակյանի բարեխիղճ չի գործում ու հնարավոր է ի սկզբանե գումարները ստանալուց պայմանագրով սահմանված մեքենան ձեռք բերելու ու մատակարարելու մտադրություն չի ունեցել ու դրան ուղղված քայլեր չի ձեռնարկել։ Ընդհանուր անցել է 7 ամիս, իմ հարցին թե այս հարցը ոնց է լուծվելու, Արտյոմը պատասխանում է ոչ մի ձև։ Ժողովուրդ ջան, ու այս դրվագը, այս դեպքը շատ ուսուցողական է, ու խնդրում եմ ձեզ ուշադիր այս պահը ֆիքսեք, որ եթե դուք ավտո եք գնում ֆինանսական կառույցի միջնորդությամբ, վարկային կազմակերպություն կլինի, լիզինգ կլինի, բանկ կլինի, դա չի նշանակում, որ իրանք որևէ պատասխանատվություն են կրելու, եթե ավտոն ձեզ չհասնի։ Ոչ, դուք ոչ մի ձև պաշտպանված չեք։ Բանկը ուղղակի փող տվողն է։ Նա ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Ու նա չունի բարոյականություն, ժողովուրդ ջան։ Ամենակարևոր բանը ֆիքսեք ձեր մեջ, որ դուք բանկից բան չեք կարող պահանջեք, ինքը մարդ չի, ինքը բարոյականություն չունի, ինքը դուք չեք կարող գնաք իր խղճին հայցեք, ոչ։ Բանկը անշուշտ դաժան ֆինանսական կառույց է, ով բռնելու է հագցնի բոլորին, ով իրեն նեղացրել է, կոպիտ ասած, ու հիմա ինչը դա արվում է։ Ցավոք սրտի, բանկային կառույցը առաջնորդվում է միմիայն օրենքով, իրավաբանական տերմիններով, թղթերով, փաստաթղթերով, պայմանագրերով, թվերով, մի խոսքով բարոյականություն դուք այստեղ ակնկալել չեք կարող։ Հա, միգուցե եւ բարոյականության տեսանկյունից բանկը այդքան էլ ճիշտ չի, քանզի հիմա ահա խնդրեմ երկուսին էլ դատի է տալիս։ Համ տուժողին, ժողովուրդ ջան, այսօր է կարող կանգնեք, որտես բանկը դատի տա, չնայած դուք տուժողն եք։ Համ տուժողին է դատի տալիս, այդ փողը հետ աուզում, համ անբարեխիղճ մատակարարին է դատի տալիս Արտյոմ Արշակյանին, որ փողը հետ է պահանջում։ Դրա համար 10 անգամ ավելի շատ գցեք բռնեք, 10 անգամ ավելի շատ ստուգեք այն կազմակերպությանը, որից դուք ավտո եք գնում, կապ չունի բանկով, առանց բանկ։ Որովհետև քցոցի ոնց տենում եք, մեկը կա, մեկը ծաղկում է, նույնիսկ բանկին են քցում, դուք են արել բանկին քցենք, 26 թիվն է արդեն։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ես խնդրում եմ ձեզ, լինեք տեղեկացված, շատ ճշգրիտ 60 անգամ չափեք, ձևեք, ճշտեք, իմանաք այն կազմակերպության մասին, ումից դուք ավտո եք գնում։ Ու չնայած որ այս կազմակերպությունը բավական լուրջ է, ինչպես տեսնում եք 70,000 հետևորդ Facebook-ում, 40,000 TikTok-ում, 40,000 Instagram-ում, ու մինչև այս պահը իր այդ բանկը աշխատել է, ոնց Սուրենը շեշտում է իր ձայնայիներում, մինչև այս պահը խնդիր չի եղել։ Խնդիր եղել են Սուրենի ժամանակ, Սուրենի դեպքի ժամանակ, մեկ այն մյուս հաճախորդի։ Համենայն դեպս նույնիսկ այսպիսի երկար տարիներ գործող, բանկի հետ աշխատող լուրջ կառույցը, այսքան 1000 հետևորդ ունեցող, 70,000։ Արա Խաչատրյանից մոտ ընդհանրապես 12 է, ABC գրուպը։ Նույնիսկ կարակցի ժողովուրդ ջան, ահա տեսակ։ Հա, ենթադրյալ գցող է, հələ կարող է, այսքան ոչ թե կարող է, ես շատ հուսով եմ, որ այդ փողերը կամ այդ ավտոն այդ մարդիկ վերջապես կստանան Արտյոմ ջան,
որտեվ հեսա ես քեզ մի քիչ ավելի ուշ ես քեզ կպատմեմ թե քո ինչ կլինի, եթե իրանք էդի չստանան, եղբայր։ Մեքենան լիզինգով ձևակերպելիս ես ինձ ապահով էի զգում։ Վստահ լինելով, որ լիզինգային կազմակերպությունն աշխատում է միայն բարեխիղճ ու ստուգված մատակարարների հետ։ Ընթացքում այդ լիզինգի աշխատակիցները լսել են իմ բոլոր անհանգստությունները եւ փորձել են աջակցել խնդրի լուծմանը։ Այդ առումով ոչ մի դժգոհություն չունեմ։ Լիզինգի եությունից ելնելով մեքենան լիզինգային կազմակերպության սեփականությունն է։ Ես ենթադրում եմ, որ գործարքի ռիսկերը մենք կիսում ենք յուրաքանչյուրս մեր մասով։ Սակայն ընթացքում հասկացա, որ դա այդպես չէ։ Ողջ ռիսկը վերջնարդյունքում կրում է հենց բարեխիղճ հաճախորդը։ Պայմանագրում այդ մասին ոչինչ պատշաճ գրված չի եւ բանավոր ինձ չեն զգուշացրել։ Մեն պայմանագրից դուրս ընդհանուր դրույթներում է նշված, որ մատակարարի կողմից մեքենան չմատակարարելու դեպքում ողջ ռիսկն իր ֆինանսական հետևանքներով կրում է հաճախորդը։ Եթե ես այդ ռիսկի մասին պատշաճ իրազեկված լինեի, միանշանակ չէի կնքի այդ պայմանագիրը։ Ինձ ասում են, որ իմպորտ ավտոն իմ ընտրած մատակարարն է, բայց գործարքից առաջ ես հարցրել ու իմացել եմ, որ իրենք արդեն աշխատում են այդ ընկերության հետ։ Նույնիսկ եթե ընտրած լինեի այդ մատակարարին, եթե լիզինգային կազմակերպությունը նրանց հետ չհամագործակցեր, գործարքը դժվար թե կկայանար։ Այսինքն մատակարարի ընտրությունը միայն իմ պատասխանատվությունը չէր։ Արդյունքում, եթե իմպորտ ավտոն գումարները չվերադարձնի, ես ոչ միայն կկորցնեմ իմ վճարածը, այլև լիզինգային կազմակերպությունը կարող է դիմել դատարան, մատակարարին իր կողմից փոխանցված գումարը ինձանից բռնագանձելու համար։ Հուսով եմ այդ ճանապարհով չեն գնա, հաշվի առնելով, որ ես բարեխիղճ հաճախորդ եմ, իսկ այս իրավիճակն առաջացել է մատակարար կազմակերպության հնարավոր խարդախության հետևանքով։ Ուստի կարծում եմ համատեղ ջանքեր պետք է գործադրենք եւ իրավական ճանապարհով պահանջներ ներկայացնենք հենց այն կողմին, որը որ չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ հնարավոր է խարդախություն է կատարել, որը վերջնարդյունքում ամեն մեկս մեր գումարները հետ ստանանք։ Արտում ջան, ուրեմն ուզում եմ հավատամ, որ դու ուղղակի սայթակել ես։ Առաջի անգամ ես այս երկու մարդուն փորձում գցես, ինչը կոմոդ ոնց տենում ես, ոչ մի տիպի չի կարող ստացվի, որտեղ ես կամ ես բնակավարում։ Ու առհասարակ ես բոլորին կոչ եմ անում, բոլոր ավտոբերողներին, փուճուրից մինչև ամենամեծ, այն ամենամեծ անուն հանած սրահը, ասված ոչ անի, հաճախորդին գցեց, դաժանա լինելու։ Ես կգամ ձեր հետևից, Ժորժ ջան։ Ու ոնց տենում եք փաստերով, այս 1 միլիոն վյու հավաքած հոլովակով, հեսա այս հոլովակն է կհավաքի լիքը վյուեր, ես դա ամեն ինչ կանեմ որ հավաքի։ Ես ձեր հեղինակությունը, ասենց ուղղակի կոչնչացնեմ, կբաժանեմ մոլեկուլների։ Ու դուք կզրկվեք ձեր 80% հաճախորդներից, եթե դուք համարձակվեք հաճախորդ գցեք այն բնակավարում, որտեղ որ գործում եմ ես։ Բոլորին կոչ եմ անում, բոլոր տուժողներին, ովքեր որ տուժել են կամ կտուժեն, ես չեմ հավատում, որ էսի վերջին դեպքն է Հայաստանը։ Գցոցին մեկը բարգավաճում է։ Խնդրում եմ ձեզ, դիմեք ինձ, ժողովուրդ ջան, եթե դուք տուժել եք ցանկացած կազմակերպությունից, ով ուզում է լինի, անհատ կլինի, մեծ կլինի, փուճուր կլինի, ինձ համար մեկ է։ Տուժել եք, ձեզ գցել են ավտոն չեն տրամադրել, փողը տրամադրել եք, դիմում եք ինձ, մենք իրաց մասին լրիվ անվճար ու մեծ հաճույքով, ինտուզիազմով ոնց տեսնում եք, հոլովակ ենք անում, խայտարակ ենք անում իրանց TikTok-ով, Facebook-ով մեկ, YouTube-ով։ Ու իրանք զրկվում են իրենց բիզնեսից, իրենց հաճախորդների 80%-ից, ոնց դա արդեն տեղի է ունեցել Արա Խաչատրյանի հետ։ Քանի որ մարդ գցելը դա քրեորեն պատժելի արարք է։ Ու դուք բացի են որ կարող խայտարակ լինեք, դուք կարող ուղղակի նստեք բանդ։ Հարգելիներս։ Ուրեմն Արտեմ ջան, հիմա թույլ տուր քեզ ներկայացնեմ Արա Խաչատրյանի օրինակի վրա, թե քո հետ ինչ կլինի, եթե դու ոչի բան հիմա չանես ու թողես ճգնաժամը խորանա եղբայր։ Ես ուզում եմ հավատամ, որ դու սայթակել ես ու ուզում ես ուղես այս հիմիկվա ահավոր անարդար իրավիճակը Սուրենի համար ահավոր անարդար, որ հիմա բանկը իրանից պահանջում է այդ 8 միլիոն դրամը։ Բացի այն, որ ինքը արդեն 3 միլիոն արդեն քեզ տվել է։ Ուրեմն այս հոլովակը արդեն հիմա արվում է, գցվում է հեսա ինտերնետ։ Ու կամաց քո մասին բոլորը իմանում են, ու այս հոլովակը TikTok-ում հավաքում է 1 միլիոն վյու, ոնց հավաքել է Արա Խաչատրյանի դեպքում։ Ու դու խայտարակ ես լինում TikTok-ով, Facebook-ով, YouTube-ով մեկ, ու բոլորը իմանում են, որ դու գցող ես եղբայր։ Ավտոյի գումարը վերցնում ես, ավտոն չես տրամադրում։ Վաղ թե ուշ,
ավտո գնողների 80-90%-ը դրա մասին կիմանա։ Ու դու կտուժես այն տիպի շատ, որ դու հիմա չես կարող պատկերացնես։ Այն տիպի փողերից կզրկվես, էլի, ասենք խի, էլի, ասենք խի ես ուզում քո հաճախորդների 80-90%-ից զրկվես այս մարդկանց գցելուց հետո։ Բացի այդ, Արտյոմ ջան, բացի այդ, արդեն բանկը քեզ դատի տվել է, Սուրեն Նազարյանը քեզ դատի տալու է, բացի այդ քրեական գործը քո վրա հարուցելու, մի խոսքով դու հայտնվելու ես Արա Խաչատրյանի կարգավիճակում։ Այն մյուս ուժողները քո վրա քրեական գործ հարուցելու, թաթախվելու ես քրեական գործերի մեջ, դատական հայցերի մեջ, փաստաբանների վրա փողերա որ թքվելու ես, հիմիկվա փաստաբանի ամենամինիմալ ծառայությունը մի դեպքով 1 միլիոն դրամ է։ Արտյոմ ջան։ Դե հիմա հաշվի քանի միլիոն դու պետք է տաս փաստաբաններին, երբ որ ես ամեն ինչը ընկնի խոդի ու տենց տարիներով շարունակվի, տարիներով այդ ներվատրիոպկան, այդ փողի խամոցին, այդ հաճախորդի կորուստը ինչ տիպի վատ կանդրադառնա քո բիզնեսի վրա, իմ գնահատմամբ քո բիզնեսը ուղղակի ասենց կհենի օթերով։ Այսքան տարի կառուցած, ասենք իմաստը դա անելու, եթե կարաս հիմա սիտուացիան շտկես ու ընդհանրապես կատարես քո պայմանագրով նախատեսված պարտականությունները, հարգարժան Արտյոմ ջան, կամ ավտոն տրամադրես այդ երկու հոգուն, կամ հասցված վնասը փոխհատուցես։ Սուրենի պարագայում 8 միլիոն պետք է տաս բանկին, 3 միլիոն պետք է տաս Սուրենին։ Այն մյուս ուժողին էլ պետք է տաս, չգիտեմ ինչքան։ Երբ որ դու դա անես, այսինքն եթե դու դա անես, եթե դու գիտակցես, որ ճիշտը դա է, էլի, այսինքն ճիշտը արդար ազնիվ լինելն է, ոչ թե քծող լինելն է։ Եթե դու դա գիտակցես ու անես, ու ես համոզված լինեմ, որ բոլոր կողմերը, բանկերը, բանկը ու բոլոր երկու ուժողները, հուսանք այդ երկուսն են, իրենց բոլոր փոխհատուցումները, տուժտուգանքներով, եկածած տոկոսներով հետ են ստացել, այդ ժամանակ ես քեզ խոստանում եմ, այս հոլովակը ես կապա ակտիվացնեմ։ Ու այսքանով թեման կփակվի։ Ու կակտիվանա այս հոլովակը այն ժամանակ, երբ որ էլի հանգարց ինչ-որ մեկին դու որոշես գցես։ Հիմա դու որոշի։ Դու ես ընտրում, դու ես ընտրությունը կատարում, դու որոշի, դու ոնց ես ուզում գնաս, որ ուղով։ Այն ամենադաժան, որ ես քեզ ներկայացրեցի, թե ես ազնիվ արդար մարդկանց ավտոները իրանց տալով, փողը ստանալուց հետո, որ արդեն դու ստացել ես։ Ու որը որ արդեն լսեցինք ձայնային հաղորդագրությունով չես ուզում հետ տաս։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, այսքանն է, չեմ ուզում սա երկարացնեմ, իրոք իմ համար սա անընդունելի է ու առհասարակ բոլոր adekvat ու ազնիվ արդար մարդկանց համար սա անընդունելի է։ Ինչ է նշանակում ավտոյի փողը տաս, ավտոն չստանաս, դե բարև ձեզ, լուրջ եք ասում։ Ես կամ ես բնակավարում արդեն Ժողովուրդ ջան, ու ես կգամ ձեր հետևից, ով ուզում է եղեք, ով ուզում եք եղեք։ Ինչքան մեծ կառույց ուզում եք եղեք, մարդ գցեցիք, ես ձեր հետևից կգամ։ Դրա համար քսելուց առաջ մի հատ 10 անգամ ավելի մտածեք, արդյոք արժի ձեր հեղինակությունը պատերին ցբխել, խայտարակ լինել Facebook-ով, TikTok-ով, YouTube-ով մեկ ու զրկվել հաճախորդների ահռելի մեծ զանգվածից մի կամ երկու հոգու գցելուց հետո։ Արդյոք արժի դա անել, թե չէ, որոշեք ինքներդ։ Այսօր այսքանն էր, խնդրում եմ դիտել անպայման իմ արած հոլովակները, աննայև Արա Խաչատրյանի մասին, քանի որ արդարությունը դեռ չի վերականգնվել ու այդ մարդիկ իրենց փոխհատուցումը դատերը շահելուց հետո դեռ չեն ստացել, հələ սպասում են։ Արա ջան, հələ սպասում են։ Երբ ես դու այդ բոլորի հասցված վնասը փոխհատուցելու, իրանք դեռ համբերատար սպասում են, դե քրական գործեր հարուցել են, մինչև գլանները դու թաթախված ես այդ գործերի մեջ, ինչպես դու գիտես, մի խոսքով, ինձից լավ գիտես, ինչ քաքի մեջ ես դու, շարունակեմ։ Եղեք լավ, եղեք տեղեկացված, հենց տուժել եք դիմեք ինձ անպայման, արձագանքը կլինի շատ դաժան ու շատ արագ, ու բոլոր մեղավորները կկրեն իրենց տուժտուգանքը, պատասխանատվությունը ու մեղավորությունը, որտեղ քցել 26 թվին, էլ չի ստացվի։ Հարգարժաններս, հիմա 90-ականները չի, ու հիմա ես կամ ես ոլորտում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Հասարակությանը խորհուրդ կտամ ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում մատակարար կազմակերպությանն ընտրելիս միանգամից չտրվել մարքեթինգային գովազդային ու գրավիչ առաջարկների ազդեցությանը, ուսումնասիրել, ինտերնետում վահագին ինֆորմացիա է հնարավոր գտնել ինչ-որ կազմակերպության մասին ու համոզվել, որ իրոք գործարքի մեջ էր մտնում բարեխիղճ պարտաճանաչ կազմակերպության հետ։ Ու նաև միաժամանակ պետք է որ բոլորը գիտակցեն, որ կապ չունի մեքենան կանխիկով են ձեռք բերում, վարկով թե լիզինգով, Աստված չանի, եթե ինչ-որ խնդիր տեղի ունենա, ամբողջ ռիսկը ու իր ֆինանսական հետևանքները կարան իրանք կրեն հենց։